Բարև ձեզ հարազատներս, այսօրվա տեսահոլովակը չգիտեմ կարողանալու եմ միջև վերջ նկարահանեմ, սիրտս դիմանալու է թե ոչ, բայց պիտի փորձեմ, որ ասեմ, որ արդեն էլ ժամանակ չկա ընտրության ամենավերջի էտապն է։ Ընտրություն կատարելու կարևորության մասին եմ պատմելու, անհատի ընտրության կարևորության մասին։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Տեսնում ենք, որ մեր երկիրը ոչխարի քաքի գնդերով լցված է։ Սա մտածված եմ այս տերմինը օգտագործում, որպես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, համեմատական կարգով եմ սա ասում։ Լցված է մեր երկիրը ոչխարի քաքի գնդերով։ Մտնում են էջս ու սկսում իրենց ոչխարի քաքի գնդությունները գրել էջս, որ իրանք նախկինների հետ են իրանց համեմատում։ Հիմա պիտի ես սկսեմ բացատրել ոչխարի քաքի գնդերին, որ իրանք նախկինների քաքին չեն կարա մակարդակին հասնեն։ Դրա համեմատ եմ ես ասում, իրանք ոչխարի քաքի գունդ են, չեն կարա նախկինների քաքի մակարդակին հասնելու, բացատրելու եմ ինչի չեն կարողանալու, քանի որ նախկինները երկու Արցախյան պատերազմ են հաղթել, իսկ դուք ոչխարի քաքի գնդեր պարտվել եք Արցախյան պատերազմը։ Նախկինները Արցախ են պահպանել մեզ համար, իսկ դուք ոչխարի քաքի գնդեր Արցախ հանձնել եք։ Նախկինները այ ոչխարի քաքի գնդեր 7 շրջան են Թուրքից գրավել, իսկ դուք ոչխարի քաքի գնդեր այդ 7 շրջանը հանձնել եք։ Նախկինների ժամանակ այ ոչխարի քաքի գնդեր մենք իրանց ենք ունեցել, իսկ դուք քանի որ ոչխարի քաքի գնդեր եք, մենք իրանցը կորցրել ենք։ Էլ չեմ ասում, որ եղերնի հարցեր մենք չենք ունեցել, հոգևորականների հետ խնդիրներ չենք ունեցել եւ այլն, որովհետեւ հիմա ինչի ունենք, որովհետեւ ոչխարի քաքի գնդեր եք դուք։ Ու չփորձվեք մտնեք էջս ու գրեք, որ դուք ինչ որ նախկինների հետ նախկիններից դժգոհ եք։ Ոչխարի քաքի գունդը չի կարա հավասարվի նախկինի քաքին, որ կարողանա ինչ որ նախկինի մասին էլ եզրակացություն կազմի։ Առաջինը սա, ոչխարի քաքի գնդերը պիտի էջից սրբվեն գնան, չփորձվեն գան իրանց ոչխարի քաքի գնդությունը էջից վրա ներկայացնեն։ Սա առաջի բանն է, որ ուզում եմ ասեմ։ Հիմա քանի որ ոչխարի քաքի գնդերը շատացել են մեր երկրում, ու պիտի պատմեմ, որ ընտրության ժամանակն է, մենք այլ ժամանակ չունենք ընտրելու։ Դու պիտի այսօր կոնկրետ այսօր ասես դու ով ես։ Դու ոչխարի քաքի գունդ ես, թե ոչ։ Դու Միքայել Աջապահյան ես, թե ոչ։ Դու Ցռան Վարդազար ես, Միքայել Սրբազանի բառերով եմ ասում, դու Ցռան Վարդազար ես, վախենում ես ասես քո կարծիքը, քանի որ պաշտոնից ես վախենում եւ այլն։ Դու անգլուխ ձիավոր ես, հələ չես հասկացել, այդ անգլուխ ձիավորներից մեր տունել են գնում գալիսներ, չի ընկերներ են համարում ինձ, ամաչում եմ ասում, որ ես տենց ընկերներ ունեմ։ Լիլջան, չես թողում են դիմացին իր կարծիք ասի, որ մենք ճիշտ ընտրություն անենք, դե ոնց ասես, այ ոչխար, այ անգլուխ ձիավոր ես, այ 7 տարի է դու այդ կարծիքները լսում ես, քան էլ որ հələ եզրակացություն չենք կազմել, ուրեմն կամ լսելիքդ չի աշխատում, կամ գլխելիքդ, էլ ինչ եզրակացություն, էլ ինչ կարծիք պիտի լսես, ինչ նոր բան պիտի քեզ ասեն կամ տեսնես, որ եզրակացություն կազմես։ Ժամանակ չունենք էլ լսել։ Չփորձի ոչ մի քայքի գունդ մտնեջս ասի ես ռուսի քարոզիչ եմ, քարոզելու ժամանակ չկա, ընտրության ժամանակ է, արդեն դու պիտի քո էջին, քո ասում ու մարդկանց ասես դու ով ես, այդ ընտրես ասես դու ով ես։ Այսքան ժամանակ մենակ մի կին է եկել էջս իր նկարով, իր երկար պատմությամբ Facebook-յան ու գրել, որ ինքը ուզում է թուրքերի հետ ընկերություն անի, սահմանը բացի, թուրքերի հետ ընկերություն անել, մեր երկիրը զարգացնի։ Իհարկե իրան բլոկեցի, որովհետև ասում են, որ ոչխարների հավաքը ուրիշ էջերին է գնում, իսկ արոտավայր չի, բայց հարգանքով բլոկից, քանի որ այդ կինը իր ընտրությունն արել է, իր կարծիքն ունի, իմ հետ չի համապատասխանում, գնում է իր էջին, իր նման ոչխարներին հավաքում ու զրուցում է։ Իմ կարծիքս ուրիշ է, իմ ընտրությունը ուրիշ է։ Հիմա ոչխարի քաքի գնդեր կան, որ գալիս են էջից մտնում ու ասում, որ իրանք հայամետ են, ես էլ ռուսամետ են։ Հիմա ոչխարի քաքի գնդերին պիտի ես մանկաբարձ գինեկոլոգս բացատրեմ, որ հայը չի կարա հայամետ լինի։ Հայ բառը հայամետ է նշանակում, արդեն առանձին չի կարա, չես կարա ասես ես հայ եմ, հայամետ եմ։ Այդ ոնց ասես ես ռուս եմ, ռուսամետ եմ, ռուսը պարզա որ ռուսամետ է, թուրքը թուրքամետ է, հայը հայամետ է, դա բառի մեջ մտնում է։ Բայց քանի որ այս տարածքի վրա հավակնություն ունի այժմ միայն ռուսը եւ թուրքը, պարսիկը զբաղված է։ Դեռ կարող է մի քիչ ուժեղանա ինքն էլ հավակնություն ունենա, բայց հիմա կոնկրետ հիմա դու պիտի ինտերես կա ռուսի հետ ընկերություն անես թե թուրքի հետ։
Նախկինները ընտրել են ռուսների հետ ընկերություն անել, Արցախն են պահել, մեծ զրկանքներով են, բայց ընտրել են ռուսների հետ ընկերություն անել, որ մենք եկեղեցու հետ խնդիրներ չունենանք, Արցախի հետ եղերն ունենք, մտածելով են ասել, ոչ թե ոչ մի հատ քաքի գունդ չի եղել 30 տարվա մեջ, որ ասի եկեք ռուսների հետ դժվար ընկերություն անել, եկեք թուրքերի հետ ընկերություն անել։ Ուղղակի այդ քաքի գնդերը քիչ քանակի են եղել։ Այս աստիճանի մասշտաբային չեն եղել։ Դրա համար ընտրել են 30 տարի ռուսների հետ են։ Ես էլ եմ հիմա իմ ընտրությունն է, որ ռուսի հետ ընկերություն անեմ, քանի որ չեմ ունեցել պետություն Թուրքի հետ միասին։ Պատմություն չունեմ այդպիսի, որ ես թուրքերի հետ ընկերություն անեմ ու անկախ պետություն ունենամ։ Ռուսների հետ ընկերություն անելուց ունեցել եմ անկախ։ Ես որպես բժիշկ պիտի ընտրեմ, տեսնեմ ամենավատ դիագնոզը որն է։ Ռուսների հետ ընկերություն անելու ամենավատ դիագնոզը սովետական միությունն է, որը ինձ համար քաղցկեղա չեմ ուզում, կուզեմ անկախ Հայաստան ունենանք, բայց ամենավատագույն սցենարը սովետական միությունն է։ Թուրքի հետ ընկերություն անելուց ես տեսել եմ Եղեռն, 3 հատ Արցախյան պատերազմ եւ այլն։ Թուրքերի հետ ես անկախ պետություն չեմ ունեցել, այդ փորձը չունեմ, որ իմանամ ինչ ձևի է լինելու։ Թուրքերի հետ ես եղել եմ Օսմանյան կայսրության մեջ մի ժողովուրդ, որից դուրս է եկել Անդրանիկ, Նժդեի համ Թուրքիի հետ պատերազմել, համ Ռուսի հետ պատերազմել, ինձ համար երկիր թողել։ Հիմա այդ երկրի համար ես պատասխանատու եմ։ Ոչխարի քաքի գնդերը իրանց ընտրություն են անում, բայց չեն ասում, որ իրանք թրքամետ են, չեն կարող ասեն թրքամետ, որովհետև քանի որ համ ոչխարի քաքի գունդ են, համ էլ ծռան վարտազարներ են, ոնց ասեն, որ իրանք թրքամետ են։ Իրանք պետք է ռուսին կլնգան, թուրքի նախկիներին կլնգան, որ իրանք այդ դեպի թրքացում գնան։ Եկեք Մարդավարի ասեք, եթե դուք ոչխարի քաքի գունդ չեք, որ դուք ով եք, որ իմանանք, որ ով ենք, քանի որ եկել է ընտրության ժամանակը։ Ինչ վերաբերում է ռուսներին, արդեն ասել եմ, գերպետությունների համար մեկ աստե ռուս կապրի, թուրք կապրի, իրանք քաղաքականությունը վարելու են, կապ չունի որտեղ, իրանք մտան իրանք եղբայրական ժողովրդին բրաջնջում են, որովհետև իրանք շահերին էտա հիմա, իրանք շահերը էտա դեպի դայա տանում։ Ստեղ դու կլինես քեզ կջնջեն ինչ կանեն, այդ հիմա դու իրանք գործն է, սա իրանք քաղաքականությունն է, որովհետև այս երկիրը մնա երկիր, ամեն մեկս անհատական մեր ընտրությունը պիտի անենք ու այսօր պիտի անենք ու ժամանակ չունենք, որ ասենք, որ ես անգլուխ ձիավոր եմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ռուսի բանա, ագենտ այն մեկը նենց ամեն մեկիս ընտրությունից, քանի որ Աստծո օրենքները երկիր մնալու համար Աստծո օրենքներն են, որ գերտերությունները իրանց գործերը անելու են։ Ինչքան ուզում ես պատմություն գրի, ասա ռուսը եկավ մեզ սենց խանգարեց, թուրքը եկավ սենց խանգարեց, իրանք պատմություն անելու են առանց ձեր որոշումների, բայց վերջնականը Աստծո աշխատանքն է լինելու, որը կախված է անհատների ընտրությունից։ Ամեն մի անհատ հիմա Աստծո դեմ ու մարդկանց դեմ պիտի իր ընտրությունը անի։ Ռուսամետ ես, ասում ես ես ռուսամետ եմ, անգլուխ ձիավոր ես, ասում ես ես էլ անգլուխ ձիավոր եմ, ինձ վերսիաներ են պետք, բայց պիտի ասես, որ դու անգլուխ ձիավոր ես։ Եթե դու ցռան վարդազար ես, քեզ պաշտոնը տապետ, պիտի ասես, որ դու ցռան վարդազար ես, համ մարդկանց պիտի ասես, որ դու ցռան վարդազար ես, համ Աստծուն պիտի ասես, որ դու ցռան վարդազար ես։ Դե եթե ոչխարի քաքի գունդ ես, դա արդեն երևում է, որ դու ոչխարի քաքի գունդ ես, բայց լավ կլինի ասես, որ դու ոչխարի քաքի գունդ ես ու դու թրքամետ ես։ Ոչ թե գասի մեջին, այ ոչխարի քաքի գունդ ու ասես, որ դու հայամետ ես, ես էլ ռուսամետ եմ։ Սիրտապետ, եթե ամեն օր գնամ կորոնարոգրաֆիայի ցուցումներ կան այդ հետազոտությունը կատարելու։ Հիմա այս ոչխարի քաքի գնդերը փորձում են հայ հոգևորականին վախացնեն բանտով։ Դե հիմա ես մանկաբարձ գինեկոլոգ պիտի եթեր մտնեմ, որ այդ ոչխարի քաքի գնդերին ասեմ, որ այ ոչխարի քաքի գունդ, դու ինչ ես իմանում, հայ հոգևորականը ինչից է վախենում։ Այ ոչխարի գունդ, ես քեզ պիտի բացատրեմ, որ հայ հոգևորականը ոչ մի բանից չի վախենում։ Իսկ ես չեմ ձեզանից վախենում։ Ասել ուր մնաց հայ հոգևորականը ձեզանից վախենա։ Հայ հոգևորականը, որ այդ քեմը հագնում է, այդ նշանակում արդեն որ ինքը ոչ մի բանից չի վախենում։ Պատրաստ է Քրիստոսի համար բանտ նստի, ինչ լինի, իր հետ ասելու է Քրիստոսը ինձնից շատ է տանջվել, շատ քիչ եմ տանջվում, ես էլ շատ ունեմ տանջվելու։ Բանտ նստածնես ուրախանալու է Քրիստոսի համար է տանջվում, ծեծես ասելու է Քրիստոսի համար եմ տանջվում, խաչես ասելու է ինձ գլխնի վայր խաչեք, քանի որ արժանի չեմ ուղիղ այս դիրքով ես խաչին բարձեմ, դե ոչխարի քաքի գլխին ես դա ոնց կարամ բացատրեմ, շատ եթերներ է պետք։ Ուրեմն, եթե ուզում եք Աստծո օրենքներով, ուզելով չի Աստծո օրենքները, ֆիզիկայի օրենքները որ կան, ֆիզիկայի օրենքները Աստծո օրենքներ են։ Ուղղակի մի շարք օրենքներ հայտնաբերված են, որ աստվածային ճշգրտությամբ աշխատում են։ Մնացած օրենքները հայտնաբերված չեն։
դեր մարդկության կողմից, բայց դա չի նշանակում, որ իրանք իրենց աստվածային ճշգրտությամբ չեն աշխատում։ Հիմա այս ոչխարի քաքի գնդերը եղեռնից են ուզում հրաժարվեն, տանեն մեծ թրքացում, բան էլի, շատ մեծ խելքեր դրա համար։ Պետք ոչ մեկը 30 տարվա մեջ չի հասկացել դեպի թրքացում գնա, Արցախը հանձնի, 7 շրջանը հանձնի, եղեռնից հրաժարվի, գնա թրքացում։ Դուք եք տենց մենակ ոչխարի քաքի գունդ, որ տենց ռիսկի եք դիմում, այս երկիրը տանեք դեպի թրքացում։ Ձեր ընտրությունն է, մենակ դուք ասեք, որ դուք ոչխարի քաքի գունդ եք ու ձեր այդ ոչխար գլուխները տարեք ձեր էջերին արածացրեք, իմ էջից դուրս եկեք։ Ավանակապետ չէ, այդքանով հավաքվում եք էջից, ինչ անեք, ինչ պետք է անեմ այս քանակի հետ։ 300 հատ նժդեհ է պետք ժողովուրդ ջան, ասե այս ընտրությունը Աստծո, որից մենք մեր անհատական ընտրությունը անենք, ամեն մեկս մեր տեղում, մեր էջին, մեր շրջապատում իմանան, որ դու ով ես։ Աստծուն պիտի ասես ու մարդկանց պիտի ասես, այ արդեն աստվածային օրենքներով Աստված տեսնելու այստեղ 300 հատ Միքայել Աջապահյան եթե լինի, երկիրը փրկված է, բայց հիմա կասկածներս էսա 2 միլիոն մարդու մեջից կարա 300 հատ նժդեհ լինի, ամբողջ աշխարհի մակարդակով Միքայել Աջապահյանների քանակը քիչ է, 2 միլիոնի մեջ չես կարա մնացած տեղերում 300 հատ նժդեհ գտնես, 300 հատ Միքայել Աջապահյան գտնես։ Հարցը այնա այս երկրում կան, թե չէ ու այդ երկրի 300 հատ նժդեհը պետք է բաց ճակատներով ասեն, որ իրանք Միքայել Աջապահյանն են։ Հասկանում եք։ Այս ընտրության ժամանակն է։ Դրանով է Աստծո օրենքները աշխատում։ Եթե տեսնան, որ մեծ մասը ոչխարի քաքի գնդեր են, լուծվելու են, կգնանք, այս չի որ բանը ուրիշ ձև այս ամեն ինչը լինելու։ Դժվար է, մնացածներին ասում եմ, որ չհուսահատվեք, շատ եմ տեսնում կոլեգաներս հուսահատված, բան, քրիստոնյան չի կարա հուսահատվել, քրիստոնյան ընտրություն անող է, իր ընտրությունը պիտի արած լինի, ոչ թե նստի թաքունես, այս մեկի հետ ասի ինքը դեմ է, այս մեկի հետ ասի ինքը դեմ է, պարզ ճակատով, ոչ թե ցռան վարդազարներով, այ պարզ ճակատով, չվախենալով ոչ մի բանի, դու պիտի ասես դու ով ես, դրանից է կախված Աստծո աշխատանքը ոնց է կատարվելու այս աշխարհում։ Դժվար ժամանակներ է, բայց ընտրության ժամանակն է ու հուսահատվելու ժամանակը չի։ Ամբողջ կյանքս ես ասել եմ, որ ինձ միշտ հավատացյալ եմ եղել, անհավատ ոչ մի օր չեմ ապրել, կյանքս մեջ չգիտեմ անհավատները ոնց են ապրում, ինչով են շնչում։ Ու միշտ քանի որ հավատացյալ եմ եղել, կարդում եմ սրբերի կյանքի պատմությունները եւ այլն, միշտ մտածում եմ ոնց են սրբերը sense սուրբ ապրել, էլի, երբ ես փորձում եմ այդ սրբության ճանապարհը վերցնել, ցայթակում եմ ընկնում, նորից վեր եկնում, նորից ցայթակում ընկնում, նորից վեր կենում, ասում եմ, ինչ անպիտան արարած եմ սրբերը, sense կյանքով են ապրել։ Ես հիմա հասկանում եմ սրբերին ոնց են սրբացրել։ Ոնց է Միքայել Աջապահյանին Աստված ոչ արած թե բանտում մի բան լինի սրբացված է արդեն։ Ուզում երկար ապրի, դրա համար եմ ասում, դենց թե սրբացված է։ Եթե ոչխարի քաքի գնդերով շրջապատվում ես, այդ լույսը շատ է լինում։ Աստված տեսնում է, որ այս մարդը սրբացվեց արդեն, այսքան ոչխարի քաքի գնդերն են մարդուն սրբացնում։ Հասկանում եք։ Հեշտ է սրբանալ, այդքան է դժվար բան չի փաստորեն։ Կարևոր է շատ, մարդու ընտրությունն է։ Ոչխարի քաքի գնդերով շրջապատված դժվար է ընտրություն անել, ճիշտ ընտրություն անել, բայց պիտի աչքերդ բացես, տեսնաս արժեքներդ դնես սեղանին ու ասես դու ինչ արժեքներ ունես, ինչն ես ընտրում։ Կարևոր է սա։ Այսքանը գուցե չհուսահատվեք, հա, ոչ բաներին, հայ հոգևորականներին վախացնում են։ Դե ինչ ասես, ոչխարի քաքի գնդերին։ Հայ հոգևորականների մասին չեմ մտածում, ուղղակի մեր ընտրությունն է, որտեղ ենք մենք, ամեն մեկս որտեղ ենք, դրանից է կախված մեր երկրի պատմությունը, ոնց կընթանա։ Գերտերություններից չգերտերությունների համար մեկս թե ինչ է, իրենք իրենց գործը անում են, Աստծո օրենքներն են կարևորը։ Ինչ համարժեք, ինչ են դնում նախկինները, իրանց հարած ինչն է ասֆալտն է։ Եթե ուզում եք իմանալ դուք ոնց եք սատկելու, ասֆալտի հետ կապ ունենալու ձեր սատկելը։ Չգիտեմ ոնց եք սատկելու, թե թուրքերը այդ ասֆալտը գերացնելու են, կամակներ հետ մտցնեն, թե քտածակերներով օտա դուրս գալու, ես չգիտեմ, բայց ասֆալտի հետ կապ ունենալու ձեր մահը։ Այս հաստատ եմ ասում, որովհետև դուք ասֆալտը համարժեք եք համարում Արցախ կորցնելուն, 7 շրջանը հանձնելուն, Կիրանցը հանձնելուն, Եղեռնից հրաժարվելու, դե որտե ոչխարի քաքի գունդ եք, չեք կարում այդ դժվար է։ Հիմա Եղեռնից են հրաժարվում։ Նորից որ տեսնակ, որ
այդ եղերնի հատակների արունը գալու է մեջներից դուրս գա, որտես նայած քթից բլբլալի արունը թափվում, բլբլալի արունը թափել, ու իմացի որ նահատակների արունն է գալիս, որ եղերնից հրաժարվում ես։ Ինչի եմ ասում ոչխարի քաքի գնդերն, էլի համեմատական կարգով եմ ասում, առաջինը նախկինների քաքին չեն արժանում, դրանից դա համար իրանք դառնում են ոչխարների քաքի գունդ, քանի որ նախկինները իրանց աշխատանքի արդյունքը ունենք։ Դժվար է եղել այդ պայմաններում ռուսի հետ ընկերություն անես ու երկիր պահես, դժվարություններով պահել են։ Հիմա ոչխարի քաքի գնդերը երկիրը տանում են բարի ու ինչ-որ համեմատում են իրանց, անհամեմատելի է։ Ինչի հենց ոչխարի քաքի գնդեր, քանի որ ինձ համար ամենավատ ազգը վատ ազգերի մեջից հրեաներն են, որովհետև հոլոկոստը անցած ազգը չի ընդունել հայոց ցեղասպանությունը, միշտ համարել են, որ իրանք կեղտոտ ազգ են։ Դե թե իրանք կեղտոտ ազգ են, հայը որ ուզում է հայերը ցեղասպանությունից, հայերի ցեղասպանությունից հրաժարվի, ինքը ավտոմատ դառնում է ոչխարի քաքի գունդել, ստե ինչ որ տերմին չկա, ես շատ կուզեմ լավ տերմիններ օգտագործեմ, չկա, վերջացել են, այդ ժամանակ չկա ու չփորձվի ոչ մի քաքի գունդ մտնի էջս, ասի ես ռուսի քարոզիչ եմ, քարոզելու ժամանակ չկա, ոչխարի քաքի գնդեր ընտրության ժամանակը ու դուք պետք է ամեն մեկը ձեր էջին գրեք, որ դուք ոչխարի քաքի գունդ եք, ձեր ընտրությունը սա է։ Մենք sense գիտենք դուք ով եք, ձեզ ճանաչում են արդեն նկարներով, բանով ամեն ինչը, ինչքան ուզում երեսներդ փակեք, գիտենք դուք ով եք, Աստված գիտի, ձեր շրջապատը գիտի, ձեր տներով, բարեկամներով, կուսակցություններով հավաքվեք, նախկինների քաքի մակարդակին չեք հասնելու։ Նես չանեք, մի հատ մեկը չմտնի ես էջիս, ինչ որ մի բան գրի, որ ես ամեն ելույթից սկսեմ նրանից, որ համեմատեմ ոչխարի քաքի գնդերին նախկինների քաքի հետ։ Երևի այսքան այսօր, մեծ հույսերով կհանդիպենք նորից։ Բարի օր բոլորիս։